Հոկտեմբերի 11-ն է, Կոտայքի մարզում ենք, մոտ 1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցում, ասում էին Հանրապետության փողոցում, կինոյի մոտ այգում վիճաբանություն ծեսկրտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ժամանել են նաև ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական ոստիկանության, մեծ թվով օպերներ, վարչության պետի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ համայնքային ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, նշված վայրում հայտնաբերվել է տարբեր հատվածներում առնանման հետքեր, դանակ, բջջային հեռախոս, կրակված պարտուշներ և համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ այս հատվածից 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Այս պահին պարզում են, հեսա տեսնում եք դուք, այրան հետքերն են առնանման մեծ քանակի տարբեր հատվածներում։ Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև արդյոք նրանք հրազենային, թե սուր կտրող ծակող առարկայի, թե ծեծի հետևանքով են վնասվածքներ ստացել։ Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից արդեն քննչական խումբը ժամանում է դեպքի վայր։ Ահա կրակված պարկուշներից մեկն է։ Հայտնաբերվել է այն հատվածում դանակը, բջջային հեռախոսը, ժամացույցի կոտրված, ոնց որ ասում են, դետալ։ Ախրանիկը Երկրորդ կրակված պարկուշն է, որը համայնքային հայտնաբերել։ Ընդհանրապես բոլոր հանցագործության գործիք համարվող իրեղենները հայտնաբերվել է համայնքային ոստիկանների կողմից։ Մինչև քրեական վարչությունը մարզի վարչության պետ այդ բարեկենդանի նման 1-2 կգա, համայնքային ոստիկանները ճշտել են տեղը, սահմանազատել են ու հայտնաբերել են այդ ամենը։ Իդեպ մի քանի բնակիչներ կային, նշում էին, որ հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, երբ այստեղ վիճաբանություն բաներ տեղի ունենում, պարեկային ծառայության ավտոն անցնում էր ու չէր կանգնում։ Դա առանձին պետք է մտահոգի պարեկային ծառայության պետ, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին, թե ինչն է եղել պատճառը, որ պարեկները անցել են, տեսնում են այստեղ աժոտաժա, տուր ու դմփոցա, չեն կանգնում։ Ամբողջ տարածքում առնանման հետքեր է։
Հասկաց։ Մարդաշատ վայրում իրար հետ ռասբոր կանեն, իրար դանակահարեն, իրար ծեծեն, իրար վրա կրակեն, իսկ քրեական ոստիկանությունը տեղի մարզի, ամպագորգոր մենակ հայտարարություններ տարածի։ Անանման հետքերն է, տեսնում եք, այնտեղ դանակն է, բջջային հեռախոսն է, Իվարկան ստոպտումնան բան ասեմ շարունակում։